Տերը օրհնի ձեզ։ Այսօր հրաշալի օր է։ Ամեն օր էլ Տերն է ստեղծել, բայց այսօր յուրահատուկ օր է։ Այսօր լույս տարածելու, լույսով լցվելու, խոսքով լցվելու օր է։ Առատության օր է։ Ամեն, որովհետև Տերը այցելում է իր ժողովրդին եւ այն ժողովրդին, որ սպասում է իրան։ Ամեն։ Այս երգերը, որ Արսեն աղբերը երգեց, միշտ զգաստացնող է, միշտ արթուն պահող է։ Մենք այն ժողովուրդն ենք, որ հասկանում ենք, կարդացել ենք, գիտենք, որ Տերը գալիս է իր ժողովրդի ետևից։ Ամեն։ Եվ այդ սպասող ժողովուրդը մի ուրիշ տեսակ են լինում։ Չսպասողը ուրիշ բանով է զբաղվում։ Այն էլ իր զբաղմունքն ունի, բայց սպասող ժողովուրդը զբաղմունք ունի։ Մենք պարապությունից չենք եկել ստեղ։ Ամեն։ Մենք իրան սպասող ժողովուրդն ենք։ Բայց ուզում եմ մի խոսքի մասին կիսվեմ, վերնագիրը ասեմ, թարմացում։ Մենք պիտի միշտ թարմ մնանք։ Մեզ տեսնողը միշտ թարմ պիտի տեսնի, մեզնից միշտ թարմություն պիտի բուրի։ Աստծուն սպասող ժողովուրդը պիտի միշտ թարմ լինի, արթուն լինի, որովհետև սպասող մարդը չի կարա քնի։ Եթե ինչ որ մեկին սպասում ես ու գնաս քնես, այնքան էլ չի նշանակում, որ սպասում ես իրան, հա? Ամեն։ Եթե մեկը գիտի, որ իրան սպասում են, գա տենա քնած, ասի, չհասկացա, երեք զանգեցի գալիս եմ, եկել եմ, դուռը ծեծում եմ, բացող չկա։ Բայց մենք իրան ենք սպասում։ Ամեն։ Այսինքն ինչ եմ ուզում ասեմ, ցանկացած սպասում դրդում է ինչ-որ գործողության, կա պասիվ սպասողներ, ասենք ավտոբուսի կանգառում ավտոբուս ենք սպասում, դա պասիվ սպասում ես, որ գա, ինչ անես, ուրիշ բան չունես անելու։ Պետք է նստես, սպասես մինչև ավտոբուսը գա, նստես, գնաս քո ուր որ պիտի գնաս։ Կամ ինքնաթիռ, կամ գնաս, չգիտեմ։ Բայց մենք որ սպասում ենք մեր Տիրոջը, եւ մենք ովքեր ենք իր համար, իր որդիները եւ իր զավակները եւ իր ծառաները։ Ծառան իր Տիրոջը, որ սպասում է, որ պիտի գա, չի կարա քնի։ Թեսաղոնիկեցիների գրքում ասում է, որ մենք լույսի որդիներ ենք։ Ամեն։ 5:5-ում այսպես է գրված. Դուք ամենդ լույսի որդիք եք եւ ցերեկի որդիք, գիշերինի չեք, ոչ էլ խավարինը։ Ուզում եմ մի հատ շուրգած կողքինիդ նայես։ Բոլորը ժպտացին։ Զգացիք, որ ժպտացին, որ իրար կողքին նայում ես։ Երևում է, չէ, որ լույսի որդի է։ Կարաս կողքինիդ նայես նամրոտ դեմքով ու ասի ինքն լույսի որդի ես։ Պետք է մի ժպտաս, Աստծո ժողովուրդը պետք է ժպտա, որովհետև ինքը հույս ունի, ինքը գիտի ինչի է սպասում, ում է սպասում։ Եվ մենք չպետք է քնենք, բայց կան պահեր, որ հոգնում ենք, ամեն, որտեղ օրգանիզմ է, հա։ Իսկ ինչ է պետք դրա համար, որ չհոգնենք, որ միշտ թարմ մնանք։ Թարմ մնալու համար մենք կարդում ենք, աղոթում ենք, կիսվում ենք, կարդացածով էլ, աղոթքի ժամանակ մեր ստացած հայտնություններով էլ, ամեն, սա շատ կարևոր է, ոչ միայն կարդալը, ոչ միայն աղոթելը, նաև կիսվելը, սա նման է մի բաժակի, որ լցվում է ջրով, ջուրը, որ միտեղ մնում է, որ ասում են ջուրը միտեղ մնում է, նեխում է, տենց է, թե չէ, կանգնած ջուրը մի հատ լավ միջավայր է, որտեղ զարգանում են բացիլներ, բակտերիաներ, հազար մի տեսակի վիրուս ու աղբ, բայց հոսող ջրի մեջ, երբ որ թարմանում է, անընդհատ թարմություն կա, նա միշտ պիտանի է, միշտ օգտակար է։ Մենք պիտի օգտակար լինենք մեր շրջապատի համար, ինչպես լույսն է օգտակար, ինչպես թարմ ջուրն է օգտակար։ Եվ դրա համար մենք ոչ միայն պետք է մենակ լցվենք, այլ նաև մեզնից պիտի հոսի։ Ինչքան է կարևոր խոսալը, այն ինչ որ դու կարդացել ես, այնքան է կարևոր, ինչքանով ուզում ես դու թարմ մնաս։ Ամեն։ Երբ որ սեղան են նստում, խմողներն ասում են, հələ մի հատ թարմացրեք բաժակները, հա, ծանոթ բան է թե չէ։ Աշխարհի ժամանակ սես բան են ասում։ Մենք մեր բաժակները ինչով ենք թարմացնում։ Թարմ լինելու համար ոչ միայն պետք է լսվի, նաև պետք է դատարկվի։
չէ։ Այն ինչ որ լսում ես, պիտի խոսասել, պիտի կիսվեսել, պիտի քեզ գա ու քեզանից հոսի, քեզ գա ու քեզանից հոսի, եւ դու մաքուր կլինես, երբ որ ջուրը միտեղ աշխատում է, այդ անոթը միշտ էլ մաքուր է լինում։ Բայց եթե մենակ լցվել է ու մնացել է, տենց կտիղմակալի, կկեղտոտվի ու մաքրվելու կարիք ունի։ Եթե դու չես կիսվել, ու զգում ես ինչ որ մի բան այն չի, թարմանալու կարիք կա։ Այսօր թարմանալու կարիք ունես դու։ Մենք բոլորս թարմանալու կարիք ունենք։ Կարիք ունենք ոչ միայն խոսքը լսելու, ոչ թե մենակ աղոթելու, աղոթաժողովներին գալու, նաև կիսվելու, նաև տանելու, երբ որ քո հայտնություններով կիսվում ես, Աստված քեզ նոր հայտնություններ է տալիս, երբ որ խոսքով կիսվում ես, Աստված քեզ նոր խոսք է տալիս, ու դու միշտ թարմ կլինես։ Ամեն։ Սա վերաբերվում է ոչ միայն Աստծո խոսքին, նաև վերաբերվում է ֆինանսներին։ Ֆինանսներն է գալիս, գնում են, պիտի գան ու գնան, միտեղ որ կուտակվում են, ոչ մի բանի օգուտ չի։ Ամեն։ Օգտակարը պիտի կիրառվի։ Փողը մի լավ մարդ սենց բան ասել, փողը հավաքելու համար չի, փողը ծախսելու համար է։ Կյանքը պահելու համար չի, կյանքը ապրելու համար է։ Իսկ ապրելու համար պիտի շարժվես, պիտի թարմ լինես, պիտի միշտ գործածվես, օգտակար լինես նաև շրջապատին։ Մի լավ տեղ Տերը Ղուկաս ավետարանում Տերն ասում էր. տվեք եւ պիտի տրվի ձեզ։ Ամեն։ Քանիսն են սիրում ստանալ։ Ես սիրում եմ ստանալ։ Բայց նաև տալ։ Ոչ միայն վերցնել, նաև տալ։ Երբ որ ես երբ կարամ ստանամ, երբ որ ձեռս բաց է, երբ որ փակ կլինի, կարամ ստանամ։ Լսել եք, չէ՞ փակ ձեռ, պինդ ձեռ։ Չտվող, էլի։ Հավատացող մարդու, Աստծուն հավատացող մարդու ձեռը միշտ բաց պետք է լինի։ Ինչի համար, որ Տերը դնի, ուզում ես Տերը տա, ձեռդ բաց պահի։ Բա որ բաց պահեմ կտանեն, ապա պետք է տանեն էլ։ Չեն ուզում, չէ՞ տանեն։ Չէ, Տերը ասում է, պիտի տաս, որ քեզ տրվի։ Շատերը կասեն, դե օգուտս ո՞րն է, ես Տերը պետք է դնի ինչ որ մեկը տանի, Տերը դնի մեկը տանի, բա իմ օգուտը ո՞րն է։ Օգուտը գիտես ո՞րն է։ Տալով դու երկնքի արքայությունում գանձեր ես կուտակում։ Եթե չստանաս, ոչ մի բան օգուտ չկա, բայց եթե չտաս, օգուտ չունես, երկնքում գանձեր պիտի դիզես։ Եվ մեր գանձեր դիզելը բարի գործեր անելն է, բարի գործեր մենակ խոսալով չի, մենակ գնա տախացիով չի, մենակ գնա կշտացիով չի, պիտի տասել։ Ամեն։ Եվ տվողին տրվում է միշտ առատությամբ, Տերն ասում է լիքը, ձեր գողը պիտի տրվի, ոչ թե նրանից ում որ տվեցիր, այլ Տերը գիտի ում միջոցով քեզ տա։ Տերը ուզում է, որ մենք միշտ թարմ լինենք։ Ուզում եմ կարդամ նաև Հռոմեացիների 16-րդ գլխից որովհետև ձեր հնազանդությունն ամենի ականջը հասավ, եւ սրա համար ուրախ եմ ձեզ համար, միայն ուզում եմ, որ դուք իմաստուն լինեք դեպի բարին եւ միամիտ դեպի չարը։ Եվ խաղաղության Աստվածը խորտակե սատանային ձեր ոտների տակ շուտով, մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը լինի ձեզ հետ, ամեն։ Մենք ուզում ենք, որ Աստված սատանային խորտակի ձեր ոտքերի տակ։ Ես ուզում եմ դա։ Բայց սրանից առաջ մի հատ լավ բան ասում, ձեր հնազանդությունը շատերի ականջին հասավ։ Քո խոսքին հնազանդվել, այն ինչ որ մենք լսում ենք եւ անում ենք, սա նշանակում է հնազանդվեցի։
Եթե լսում եմ, բայց չեմ անում, հնազանդության մասին խոսք չի կարող լինի։ Շատերը պարտված կյանք են ապրում ինչի համար, խոսքը լսում են, չեն անում։ Հնազանդություն չկա, եւ Աստված ուզում է խորտակի, բայց իր խոստումը կայանում է նրանում, ով որ հնազանդվում է, Աստված իրավունք է վերապահում իրան սատանային խորտակի քո ոտքերի տակ, հնազանդություն խոսքին։ Եկեք կանգնենք, Տերը ուզում է միշտ խորտակած լինի սատանային ձեր ոտքերի տակ եւ ուզում է միշտ թարմ լինենք։ Թող Տերը միշտ առատապես տա խոսքը եւ մենք միշտ պատրաստ լինենք կիսվելու։ Թող Տերը առատապես տա մեր ձեռքի մեջ եւ մենք առատապես էլ շնորհենք մարդկանց։ Տերը օրհնի ձեզ։